Երեխայի ոտքի հետազոտության ժամանակ հայտնաբերեցինք սարկոմա, բավականին ուշացրած դեպք էր։ Ոսկրային սարկոմաները առաջնային ուռուցքներ են, ի սկզբանե ծագող հենց ոսկրային համակարգից։ Ցավ, այտուց կամ ուռածություն նկատելու դեպքում հետազոտություն անցնելու հարցում հապաղել պետք չէ։ Այս դեպքում երեխան տարել է տրավմա դպրոցում, 14 տարեկան երեխա է, եւ ոտքը այտուցվել է, ուռել է, բայց իրականում խնդիրը արդեն ունեցել է եւ երկարատև ցավի պատճառով ուղղակի ուշադրություն չեն դարձրել, մտածելով, որ դա տրավմայի հետևանք է։ Հետագայում, երբ որ արդեն ավելացել է գիշերային ցավերը եւ այտուցը, արդեն այտուցվածության եւ ոտքի դեֆորմացիայի պատճառով ծնողները դիմել են բժշկի եւ մենք տեսնում ենք ազդրի ստորին երրորդականի չարորակ փոփոխություններ։ Բժիշկը բացատրում է, ոսկրային սարկոմայի դեպքում փոխվում է ոսկրի հյուսվածքը, ոսկորը ծավալով մեծանում է, բարակում է արտաքին շերտը եւ կոտրվելու հավանականությունը մեծանում է, իսկ արդեն բարդացած փուլերում անցնում է փափուկ հյուսվածքներ։ Ռենտգենաբանորեն, եթե մենք տեսնում ենք որևէ փոփոխություն ոսկրերում, թեկուզ աննշան, բնականաբար արդեն ուղղորդում ենք հետագա հավելյալ հետազոտությունների, կարող է լինել դա ԿՏ կամ MRT, եւ վերջնական ախտորոշումը արդեն դրվում է հյուսվածքաբանական հետազոտությամբ։ Հուլիսը սարկոմայի եւ ոսկրային քաղցկեղի իրազեկման միջազգային ամիսն է։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 5-ից 21 տարեկանների շրջանում։ Եթե ախտորոշվում է սարկոմա, ոսկրային սարկոմա, երեխաները ի սկզբանե ստանում են քիմիոթերապիա, վիրահատվում են, վիրահատությունից հետո եւս էլի հետվիրահատական քիմիոթերապիա են ստանում։ Իսկ մեծահասակները հիմնականում գնում են վիրահատման ի սկզբանե։ Պետք չէ վախենալ այդ սարկոմա բառից, միանշանակ շատ լավ արդյունքներ են ունենում, շատ լավ, իրականում, ուղղակի պետք է մի քիչ շուտ դիմել բժշկի։ Բժիշկը հերքում է նաև հանրության մեջ տարածված այն վարկածը, թե սարկոման առաջանում է վնասվածքից։ Կար տենց վարկած, որ վնասվածքից առաջանում են նաև ուռուցքային հիվանդությունները, բայց ոչ, տենց չի։ Վնասվածքը կարող է ուղղակի բերել նրան, որ ուռուցքը սկսի իր մասին արդեն ազդանշել։ Այսինքն աճը արագանում է, ուղղակի աճն է արագանում վնասվածքից հետո, ուրիշ ոչ մի բան։ Վնասվածքից չի առաջանում սարկոմա։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը առանձնակի շեշտադրում է, ոսկրային համակարգի չարորակ հիվանդությունների դեմ պայքարում այսօր առաջնահերթություն է տրվում ոչ միայն բուն բուժմանը, այլև պացիենտի կյանքի որակի պահպանմանը։ Մեծածավալ վիրահատություն կատարելիս շատ հաճախ նախկինում ունենում էինք հաշվանդամություն։ Ներկայումս այդ հնարավորությունները ընդլայնվել են, այսինքն բուժումը կարող է համակցված լինել քիմիոթերապիայով, ճառագայթային բուժումով եւ այդ ամբողջի արդյունքում մենք ընտրենք ավելի պահպանողական վիրահատություն եւ ինչու՞ չէ նաեւ այդ ասպարեզի հաջողությունները, տարբեր ռեկոնստրուկցիաների հնարավորությունները մեզ հնարավորություն են ընձեռնում առողջացմանը հասնելու զուգընթաց ունենալ նաեւ բավարար կյանքի որակ։ Մասնագետների խոսքով հաջող բուժման գլխավոր նախապայմանը ժամանակին բժշկի դիմելն է։ Նարեկ Ոսկանյան, Արման Թովմասյան, լուրեր։